Որոտան արփա թունելն է կառուցել, որը ասում են չի օգտագործում։ Օգտագործումը թե չի օգտագործում։ Իսկ ինչու՞, բան նախագծի խնդիրը, ինչի խնդիրը։ Մի վերսիայով նախագծի, մյուս վերսիայով այդ տեսեք Սպանդարյանի ջրամբարը այն մի քանի ջրամբարներից մեկն է, որոնք չեն օգտագործվում ոռոգման նպատակով։ Այլ օգտագործում են էներգետիկ նպատակով։ Այո։ Մենք ունենք Հերհերի ջրամբար, մենք ունենք Սպանդարյանի ջրամբար։ Հիմա այդ ջրամբարը հանձնված է մասնավոր ընկերության։ Այդ մասնավոր ընկերությունը Կոնտուր Գլոբալը օգտագործում է ջուրը էներգետիկ նպատակներով։ Հիմա թե պետությունը առաջիկա ժամանակահատվածում ինչ որոշումներ կընդունի, արդյոք որևէ բան կփոխվի այդ իրավիճակում, ես չգիտեմ։ Այնտեղ նաև տեխնիկական խնդիր են մատնանշում մասնագետները, շեմերի տարբերության հարց կա, բայց դա լուծվող հարց է, դա հաստատ դա լուծվող հարց է։ Երևի մի քիչ քաղաքական որոշման, մի քիչ տնտեսական նպատակահարմարության, բայց ինքը Սևանին էական օգուտ կտա, պարոն Ղալափարյան։ Հաշվարկը տպավորիչ է, բայց իրականում Դե տեսեք, երբ որ կառուցվել է Որոտան արփան, նախագծային հզորությունը 160 միլիոն խորանարդ մետր ջուր տեղափոխելու կարողություն է։ Միևնույն ժամանակ մենք ունենք Արփա-Սևան 1 եւ Արփա-Սևան 2 թունելները, որոնց թողունակությունը Արփա-Սևան 2 թունելի թողունակությունը մոտավորապես 170-ից 180 միլիոն խորանարդ մետր է։ Հիմա հարց է առաջանում, եթե մենք ինչ որ պահերի Կեչուտի ջրամբարի ջուրը պահենք ինչ որ ժամանակահատվածներում, խնայենք եւ չօգտագործենք Կեչուտի ջրամբարը որպես ռեզերվ ունենանք եւ դրա փոխարեն բերենք Որոտանով ջուրը, Որոտանի ջուրը, ապա այդ հատվածում, այդ ժամանակահատվածում մենք այդ 160 միլիոնը կբերենք կհասցնենք Սևան։ Միևնույն ժամանակ կպահենք ռեզերվ Կեչուտի ջրամբարը, բայց եթե այդ ժամանակահատվածները այսպես ասած համընկնեն, մենք միևնույն է այդ 170 միլիոնը լավ տարիներին, ջրառատ տարիներին մենք տեղափոխում ենք Սևան։ Մենք այսօրվա դրությամբ այս տարի տեղափոխել ենք արդեն 150 միլիոն խորանարդ մետր, ինչը 65 միլիոն խորանարդ մետրով ավելի է, քան անցյալ տարի այսօրվա դրությամբ։